Նիկլո, այդ որ քեզ դրել ես գերագույն գլխավոր հրամանատարի տեղ, այդ որ ասում ես բոլորին կզցնելու եմ հերթով, դու այ բոզ, դու մոռացել ես թե ով ես եղել գաղութում, որ կոշից քեզ տեղափոխեցին, արդինք, որպեսզի քեզ ընդեղ չփչացնեն ու տանեն գցեն, ժողովուրդ ջան, հազար ներողություն, էլի որ տեղն եկել է դի ասում եկած խոսքը ասես, թող ասեն գեշա չասեն էշա։ Քեզ տանելու էին փչացնեն ու գցեն գյոտնոցը, գաղութի, գյոթերի բարակը։ Դու մի քեզ դրել ես այտենց ուզած, քո ուզած, երազած տղուտեղը քեզ, հա։ Դու այ քած, էս եղավ քանի տարի առաջ, արդեն ես քեզ հատուկ պաշտոնական հրավեր եմ ուղարկել։ Ես ու դու մենակ, ուզում ես այստեղ Ֆրանսիայում, մենա Իսպանիայի հետ սահմանին, բարձանանք Պիրենեան լեռները, կուզես բարձանանք ուրեմն Ալպյան լեռները Ֆրանսիայի արևելքում, որտեղ ես ուզում։ Առանց ատրճանակի, առանց ավտոմատի, առանց տաք զենքի։ Դու բանակ ես ծառայել, դու զենքի չգիտես ինչ բան ախր, որ վախից քեզ չխփես, էլի ամեն։ Ես քեզ հրավիրել եմ մենամարտի, բան չի չես գալիս, արա։ Դու այ բոզի տղա։ Դու ախր որ 19.5 տարի, 20 տարի փոքր ես ինձանից, արա 20 տարի մեծ եմ քեզանից, արա։ Քեզ հրավիրում եմ մենամարտի, այ տղա արի։ Դու կարայր ինձ արհամարեիր, դու դրա իրավունքը կունենայիր, լրիվ, որովհետև ամեն մի պատահական անցորդի հետ, որ դու մենամարտ ես, չէ, որ կգնաք հասնի, դա հասկանալի է, բայց ես այդ պատահական անցորդը չեմ, արա, ես Ֆրանսիայի Եվրոպայի կողմից ճանաչված եմ, այ տղա, որպես Հայաստանում հալածված քաղաքական գործիչ, հասկանում ես, ես պերսոն պոլիտիկ եմ, այ տղա գնում ստեղ, այ հայվան, ես սովորական մեկը չեմ, արա, դու վաղը գանկեց կարվես, եթե քեզ իհարկե չսատկացնեն էլ, մինչև այդ, քեզ տանելու են բերդ ու հաստատ դու ունդ գնալու ես հենց այդ գյոթերի կամերը, քեզ կփչացնեն, էլի, քեզ քո գլխին ինչեր են անելու, դու դա լավ գիտես, ես քեզ հրավիրում եմ մենամարտի, արի բարձրանանք այս երկու լեռներից, որ մեկը ուզում ես ընտրի, սառը զենքերով միայն, տղամարդավարի, այն մեր նախնիների նման, այն ինձ էի կուզես, երկու հատ թրեր դիս, ուսիդ հետևը, խանչալները շարի, նիզակը վերցրա, վահան, դանակներ և այլն, նետ ու աղեղ, ինչ ուզում ես, բարձրանանք լեռները և կտեսնենք, ով հետ կգան դեղից ողջ, հալալ լինի նրան, նրա կերած կաթը, միայն վախենում եմ հանգարց միամիտ ընդեղ ինչ տեսնես, կամ շռելու ես, կամ ցռելու ես վրետ, էլի, այ բոզի տղա, որտև դու գիտես, թե ես քեզ ինչ կանեմ, լավ գիտես, էլի, դու ինձ գերազանց գիտես, և քո բոլոր նախորդներն էլ գերազանց գիտեն, և քո այդ KGB ԱԱԾ կոչված այդ գոմիկների, լեսբիան գեքի կազմակերպությունն էլ գերազանց գիտի ես ով եմ, չէ որ ընտա նստել եմ, չէ, KGB-ում, բերդում, որտեղ ես չեմ եղել, դու այս ժամանակ հլը կարճ շորթի քաքած վազում էր սեղանի տակ, բայց իսկ քո պապա Լևոնը տանում էր բերդ ու գաղութը, KGB-ի պատվալը, դե հիմա արի, 20 տարի մեծ եմ քեզանից, արա, ես քեզ ոնց հրավիրեմ, քանի անգամ կանչեմ, դե արի, մեր ստատուսները հավասար են, ես հլը բարձր եմ քեզանից, նորից եմ ասում, քեզ ցանկացած պահի կարամ պաշտոնից գցեմ, բայց ես հավերժ, ես իմ ստատուսը ունենալու եմ իմ վրա, հասկանում ես, որը հավասար է ցանկացած պետության ղեկավարի պաշտոնին, ես պատահական մեկը չեմ, որ ինձ պասլատ անես կամ արհամարես, այ բոզ, արի բարձանանք ընդեղ վերև լեռները, սառը զենքերով տղամարդավարի,
Ով հետ կգա, ոչ նորից եմ ասում, հալա լինի նրա կերած կաթը։ Այդ որ դու աչուցախ հաչում ես ու այդ քեզ դուխավիկի տեղ ես դրել այդ քո այդ գանդիկ զոմբիներն էլ ընդ նիկլո կուզես դրանց էլ հետդ բեր, քանի օքու ուզում ես։ Քանի օքու ուզում ես։ Բարձանանք լեռները։ Եթե ձեզնից մեկը ողջ առողջ հետ եկա, դու իր գլուխը գովա։ Դե արի այ բոզ, բան չի չես գալիս։ Հա? Այդ վախեցած այդ խղճուկ ընդդիմությանը դրեու մի անքի չփխում ես էլի։ Այդ բմբուլել չկա վրեկները, այնքան ես բմբլի, այ խախպա։ Դրանց մեջ դու քեզ առուց ես զգում, հա? Բայց քեզ կանչում եմ մենամարդ, արի դե տեսնենք։ Մարդկանց ղրգում ես այս հորքով, որ գնան առուծի քնացնեն, սպանեն, եսի ինչ անեն։ Արի բարձանանք լեռները, դու իսկական առուծն ու արծիվը կտեսնես։ Ով չգա, այ բոզ, դու գիտեմ, որ բոզ ես, դու ոնց կգաս, դու ոնց ռիսկան ես գաս, ինչի դու այդքան կաս, որ գաս, հա? Այ արժանապատվությունից զուրկ տրյապ կա։ Ատանց որ մեծ հաչում ես, արա, շռեմ բերնիտ մեջ, հենց բերնիտ մեջ, վելետաս մի հատ պզսնես կնգա բերդի մեջ, են մյուս կեսը, դու էդքան կաս, որ էդքան հաչում ես, դու այ ագար կա, դե արի, քո կագեպեն, իմ հեռախոսի համարն էլ գիդի, իմ հասցեն էլ գիդի տանտեղս, որի գրաստեղից նամակ էր ղրգում, թե արի քեզ նստասնենք, տարել եմ այդ նամակը ստե պոլիս ցույց եմ տալիս, ծիծաղում ես ալ, ասում են տար էդի կամակը մաքրի կցի զուգարան թող գնա, դրանք ով են, որ դրանք ինչ-որ նամակ ղրգին, քեզ թե կամ կանչեն, որ դու գնաս ընդ։ Այդ տրյապ կա, քոպես տրյապ եկին հավաքել ես շուրջը, տարա։ Այդ զորքի մեջ, զորքը թիկունքիդ քեզ տղամարդ ես կարծում, տղամարդը, այն տան մեջ չի է, որ հաչում է, տան մեջ տուզիկն էլ արա արյուց, այ տղա։ Դուրս արի, դրսում է տղամարդ է երևում, ես քեզ դուրս եմ կանչում, արա։ Արի դուրս Եվրոպա, քո սիրած Եվրոպան, արի։ Նորից եմ ասում, Ալպիան, Պիրենեան, որ լեռներն ուզում ես ընտրի, բարձրանանք ընդեղ։ Կաս այդքան, այ բոզ։ Տղեն միշտ մորից է քաշում, իր արունը մոր կոմնա։ Տղա երեխեն։ Քո մերը տեղել է բոզ, դու բոզի արուն ես կրում քո մեջ, հելա հետնել գժի, ու դու քեզ այսօր եկել ես չգիտեմ ում տեղն ես, զորքով, հազարավոր զորքերով շրջապատված, չնայած ես կոչ եմ արել, որ իմ ուզածները եթե տան, ես հենց Հայաստանի մեջ կսատ կասնեմ քեզ, կգամ Հայաստան, եթե իմ ուզած միջոցներից տրամադրեն, այդ ոչխար ընդդիմադիրները, որ այդքան իզուր տեղ այդքան փողեր են ծախսում, անիմաստ տեղը, այդ միջոցները որ տրամադրեն ինձ, ու այդ մարդկանց որ ես հավաքագրեմ, ուզում ես 10,000 զորքով արի, արա չես կա սաղիդ կոտորելու ենք, ու գիտեղ այդ տղամարդը չկա, որ ընդհարաշ գա ինձ էլի, այ իմ դժբախտությունը դրանում է կայանում, ու դու առիթից օգտվում ես այ պորնիկ, քեզ դրել ես լավ տաղուտեղ, հա, ու նորից եմ ասում, իմ հրավերը մնում է ուժի մեջ, լսար,